անվստահություն հայտնելու գործընթացը դա այնպես է գրված սահմանադրության մեջ եւ օրենքներում, որ կարևորը ոչ թե սկսվելն է, այլ ավարտելն է։ Այսինքն կարևորը ոչ թե 36 ստորագրությամբ այդ գործընթացը սկսվելն է, այլ 54 ստորագրությամբ ավարտելու գործընթացն է, այսինքն արդյունքին հասնելն է։ Ինչու է սենք շեշտում, որովհետև եթե դու սկսում ես այդ գործընթացը, բայց հաջողություն չես ունենում 6 ամսվա ընթացքում դու այլևս չես կարող կրկնել այդ անվստահության գործընթացը, այսինքն գործող վարչապետը ստանում է այսպես կոչված անվտանգության բարձիկ եւ կարող է հանգիստ իր աշխատանքի համար անել։ Հիմա իր գործողությունը իրականացնել։ Հիմա նայեք, ինչ է տեղերում, եթե ուշադիր նայում եք, Հայաստան դաշինքը ասաց, պատիվ ունեմա նախաձեռնել է, Հայաստան դաշինքն ասաց, խնդիր չկա։ 28 ստորագրություն է պետք, 28 ստորագրությունը համարը կա։ Դու գնացեք ՔՊ-ից, նախ մեկնարկելու համար այդ 2 ստորագրությունը բերեք եւ հետո էլ այդ 20 ստորագրությունը, որտեղ 54 ստորագրություն է պետք, 28 Հայաստան դաշինք, 6 ուրեմն պատիվ ունեմ 34, մեկնարկելու համար եւս 2 ստորագրություն է պետք, որ դառնա 36 եւ եւս 18 ստորագրություն ՔՊ-ից, որպեսզի հաջողությամբ ավարտվի, որ դու արդյունք ունենաս։ Հայաստան դաշինքը ասաց, 28 ստորագրությունը կա, հենա։ Արդեն համարեք ձեր գրպանում դրած է, այն մյուսների վրա աշխատեք, բայց մենք տեսնում ենք, որ այսպես կոչված այդ արթուն ենք, ինչ ենք այդ նախաձեռնախումբը էլի թիրախ ուղում է Հայաստան դաշինքի վրա, ասում է, հիմա չհասկացանք ստորագրելա, չի ստորագրելու, ինչը խնդիրը ինչն է, խնդիրը ցույց տալ, որ Հայաստան դաշինքը դեմ է իշխող քաղաքական ուժի, ասենք, հեռացմանը, վարչապետի հեռացմանը, եւ դա դու իրականացնում ես հաջորդ տարվա ընտրությունները հաշվի առնելով, ցույց տալով, որ նրանք միասին են, իսկ իրական ընդդիմությունը այս քաղաքական ուժն է, սխալ հաշվարկ է։ Որտեղ ընտրությունների ժամանակ բացարձակ նշանակություն չունի, դու թունդ ընդդիմադիր ես, դու թույլ ընդդիմադիր ես, ուժեղ ընդդիմադիր ես, դու ուրիշ ձևի ընդդիմադիր ես, քեզ ձայն չեն տալի, որտեղ դու արմատական կամ ոչ արմատական ընդդիմություն ես, քվեարկության մոտիվացիան լրիվ ուրիշ սկզբունքներով է իրականացվում, բայց քանի որ նրանք ստեղծողները դրա մասին չգիտեն, դա մասնագիտական, ասենք, գիտելիքներ է պահանջում, ապա սկսում են Հայաստան դաշինքի դեմ հակափիար գործողությունը իրականացնել, որտեղ շատ հասկանալի է, դու այսօր չկա որևէ գործընթաց, որը դու կարող ես 21-ին բերես, եթե դու 21 հոգու, 20 հոգու բերես, 18 կամ 20 հոգի ԿՊ-ից բերեցիր, խնդիր չկա, շատ լավ ես աշխատել, բայց կարող ես առաջինը նրանց ստորագրությունը բեր։ Հայաստան դաշինքը ասած դրանց հավաքել է, կտա, դա 5 րոպեվա հարց է, բայց չէ, թիրախ ուղղում են նորից Հայաստան դաշինքի վրա։ Այսինքն, այս impeachment-ը ոչ այնքան ուղղված է վարչապետին իշխանությունից հեռացնելու համար, այլ ընդդիմադիր մի խմբավորում անուղղակի թիրախավորել է մյուս խմբավորմանը։